ԱՄՆ-ում հայ գործարար Շահան Օհանեսյանը բացել է առաջին խելացի խանութները, որոնք աշխատում են ռոբոտների միջոցով առանց վաճառող անձնակազմի։ Venhub ընկերությունը արդեն գործարկել է առաջին երկու խանութները Հարավային Կալիֆոռնիայում, Գլենդեյլում և Նորթ Հոլիվուդում։ Խանութներում հասանելի է մինչև 400 տեսակի ապրանք, որոնք հաճախորդները կարող են ընտրել և գնել Venhub հավելվածի միջոցով, առանց հերթի և առանց մարդկային միջամտության։ Տեղում տեղադրված են սառնարաններ և պահարաններ տարբեր ապրանքների համար, իսկ 4 առաքման պատուհանները հնարավորություն են տալիս միաժամանակ սպասարկել մի քանի գնորդի։ Խանութում կանխիկ գումար չի պահվում, ինչը զգալիորեն նվազեցնում է հանցագործությունների ռիսկը։ Ռոբոտները աշխատում են անընդմեջ շաբաթը 7 օր։ Այս մոդելը միաժամանակ ապահովում է ավելի բարձր շահույթ խանութի սեփականատերերի համար և առաջարկում է ավելի մատչելի գներ գնորդներին։ Իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Միգրացիոն ծառայությունը կալանավորներին տարել էր օդանավակայան, բայց կեսից հետ է բերել։ Ինչու՞։ Կխոսենք մի քանի րոպեից։ Արիզոնայի նահանգապետը մերժել է ներգաղթի խիստ օրինագիծը, ինչ լարվածություն կա նահանգապետի և օրենսդիր մարմնի միջև։ Թրամփի վարչակազմը միլիարդավոր դոլարներ է ծախսում արտաքսումների ավտոմատացման վրա։ Ոստիկանությունը սպանել է ուղղաթիռի վրա կրակած տղամարդուն, որտեղ է տեղի ունեցել փոխհրաձգությունը։ Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց դատապարտելու Թրամփի վարչակազմի քաղաքականությունը։ ԱՄՆ-ում կարմրուկի դեպքերի աճ է գրանցվում, նույնիսկ պատվաստվածներն են վարակվում վիրուսով։ Նյու Յորքի խցանված հատված մուտք գործելու համար վարորդները շարունակելու են վճարել $9։ ԱՄՆ-ում փոթորիկների հետևանքով զոհվել է 3 մարդ, 6 միլիոն մարդ գտնվում է հրդեհի տարածման գոտում։ Չինական ավիաընկերությունները վերադարձնում են Boeing-ի ինքնաթիռը ԱՄՆ։ Եվ վերջում ձեզ կպատմենք, թե ինչու է երեխայի խնամքը ԱՄՆ-ում դարձել ոչ միայն ծնողների, այլև ամբողջ տնտեսության համար լուրջ ճգնաժամ։ Ինչու են հազարավոր ծնողներ ստիպված հրաժարվում աշխատանքից, իսկ խնամքի կենտրոնները, չնայած բարձր վճարումների, չեն կարողանում պահպանել որակը։ Այնպես որ դիտեք թողարկումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը։ Ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Կոմենտներում գրեք, որ քաղաքից կամ երկրից եք հետևում մեզ։ ԱՄՆ-ում ներգաղթային համակարգը գտնվում է մասշտաբային փոփոխությունների փուլում։ Նախագահ Թրամփը ցանկանում է արտաքսումների գործընթացը դարձնել այնքան արագ, ինչպես օրինակ Ամազոնի առաքումները։ Այսը նախաձեռնել է $45 միլիարդ չափով պայմանագրերի կնքում։ Որոշ մասնավոր ընկերություններ նախատեսում են նոր կալանավայրեր կառուցել Նյու Ջերսիում, Միչիգանում և Տեխասում ներգաղթյալներին պահելու համար։ Կիրառվում են նաև նոր տեխնոլոգիաներ, որպեսզի թվայնացվի արտաքսման գործընթացը և թույլ տրվի հետևել մարդկանց տեղաշարժին օնլայն։ Քննադատները պնդում են, որ այս քաղաքականությունը ոչ միայն խախտում է մարդու իրավունքները, այլև դիտավորյալ ձգտում է մեկուսացնել ներգաղթյալներին իրենց ընտանիքներից ու փաստաբաններից։ Տեխասի կալանավայրից միգրացիոն ծառայությունը 28 վենեսուելացու տարել է դեպի օդանավակայան, սակայն ավտոբուսը ճանապարհի կեսից վերադարձել է կալանավայր։ Նույն ժամին Վաշինգտոնի շրջանային դատարանում անցկացվում էր արտակարգ լսում կապված արտաքսման օրինականության հարցի հետ։ Սահմանադրական դատարանը որոշել է կասեցնել արտաքսումները, մինչև հարցը ամբողջությամբ քննվի։ Դատավարության ընթացքում պարզ է դարձել, որ կալանավորներից մի քանիսը ստիպված են ստորագրել արտաքսման փաստաթղթեր, բայց չեն տեղեկացել, թե ուր են տեղափոխվելու՝ Վենեսուելա, թե այլ երկիր։ Վարչակազմը պնդում է, որ ձերբակալությունները կապ ունեն հանցախմբերի հետ, սակայն այդ կապը դեռևս հիմնավորված չէ, եւ հարց է առաջանում՝ արդյոք կառավարությունը ունի իրավական հիմք կիրառելու այնպիսի օրենք, որը կիրառվում է պատերազմական պայմաններում։ Վարչակազմը պահանջում է, որ Սահմանադրական դատարանը չեղարկի արտաքսման արգելքը։ Արիզոնայի նահանգապետը մերժել է հանրապետականների առաջարկած նախագիծը, ըստ որի պետք է նահանգային և տեղական պաշտոնյաները պարտադիր համագործակցեն դաշնային ներգաղթի մարմինների հետ։
Նահանգապետը նշել է, որ Վաշինգտոնը չպետք է թելադրի, թե ինչ պետք է անեն նահանգային եւ տեղական պաշտոնյաները ներգաղթի հարցերում։ Ամեն դեպքում պատրաստ է շարունակել համագործակցությունը դաշնային իշխանությունների հետ իրական սահմանային անվտանգության հարցում։ Այս որոշումը արտացոլում է ներգաղթի քաղաքականության շուրջ եղած լարվածությունը նահանգապետի եւ օրենսդիր մարմնի միջև։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին դժվար է։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների եւ պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ից հրավերների ստացման, ամրագրումների եւ այլ հարցերում, անգամ մասնագետները նախապատրաստում են հարցազրույցի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունը անվճար է։ Պարզապես պետք է լրացնել հարցաթերթիկը, որը կգտնեք մեկնաբանությունների բաժնում, եւ Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ Լոս Անջելեսի կենտրոնում Grand Avenue-ի հատվածում բնակիչները արթնացել եւ ականատես են եղել մի սարսափելի դրվագին։ Այն է, նրանք հայտնաբերել են, որ ծառերը կոտրված ու ընկած են ճանապարհին ու մայթեզրին։ Սկզբում շատերը կարծել են, թե քաղաքային իշխանությունները իրականացնում են ծառերի հատման աշխատանքներ, սակայն պարզվել է, որ տեղի է ունեցել վանդալիզմ։ Վկաները հայտնել են, որ կասկածյալը հեծանվով էր եւ սողոցով կտրում էր ծառերը։ Քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքային ծառայությունները գնահատում են վնասի չափը եւ նախատեսում են հնարավորինս շուտ փոխարինել վնասված ծառերը։ Տուժած ծառերը հիմնականում ֆիկուսի տեսակներ են, որոնք կարևոր դեր են խաղում քաղաքային միջավայրում, ապահովելով ստվեր, մաքրելով օդը եւ նպաստելով ջրի պահպանմանը։ Լոս Անջելեսի Ռեսեդա թաղամասում ոստիկանները կրակելու սպանել են մի տղամարդու, որը ըստ ոստիկանների կրակել է իրենց ուղղաթիռի ուղղությամբ։ Նաև նշեմ, որ ոստիկանները նախ փորձել են մոտենալ կասկածյալին, ով փախել էր բազմաբնակարան շենք։ Ըստ ոստիկանության նա այնտեղից կրակել է օդում գտնվող ուղղաթիռի վրա, բարեբախտաբար այն վնաս չի կրել։ Դրանից հետո հանցագործը փորձել է փախչել շենքի նրբանցքով, որտեղ նրան կանգնեցրել են ոստիկանները։ Հենց այդ պահին տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում նա սպանվել է։ Սիրելի հետևորդներ, մինչև ամերիկյան մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Դոնալդ Թրամփի տնտեսական վարկանիշը հասել է իր նախագահության ամենացածր մակարդակին։ Ամերիկացիների 55%-ը չի հավատում Թրամփի տնտեսական քաղաքականությանը, 60%-ը դժգոհ էր գնաճի դեմ պայքարից։ Բորսայի նկատմամբ վստահությունն էլ կտրուկ նվազել է։ Ամերիկացիների 53%-ը կարծում է, որ հիմա վատ ժամանակներ են ներդրումների համար։ Հարցվածների մեծ մասը կարծում է, որ տնտեսությունը վատանալու է առաջիկա 1 տարում եւ հատկապես մեծ դժգոհություն կա մաքսային քաղաքականությունից եւ պետական ծախսերից։ ԱՄՆ-ի փորձարարական կենտրոններից մեկում մասնագետները փորձում են պարզել, թե ինչպես կարող են տները դիմակայել հրդեհներին։ Մասնագետները ստեղծել են հրդեհների իրական պայմաններ, տարբեր շինություններ, տանիքներ եւ պատուհաններ փորձարկելու համար, որպեսզի գնահատեն բնակելի տարածքների անվտանգության մակարդակը։ Նման նախաձեռնությունների նպատակն է նորակառույց տները դարձնել նույնքան պաշտպանված, որքան ժամանակակից մեքենաները բնական աղետների դեպքում։ Թվային տեխնոլոգիաները կարող են նպաստել հիշողության եւ մտավոր կարողությունների պահպանմանը։ Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ում ոլորտի մասնագետները ուսումնասիրելով տեխնոլոգիայի ազդեցությունը ուղեղի աշխատանքի վրա։ 400,000 մարդու տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնոլոգիաների օգտագործումը 58%-ով նվազեցնում է տարեցների մոտ հիշողության խանգարումների ռիսկը։ Հետազոտողները նշում են, որ թվային սարքերի եւ հավելվածների օգտագործումը ոչ միայն մարզում է ուղեղը, այլ նաեւ օգնում է տարեցներին պահպանել սոցիալական կապերը եւ ավելի ինքնուրույն ապրել։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք հետևել օրվա կարևորագույն նորություններին, ապա անցեք թողարկման տակ տեղադրված հղումով եւ հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաեւ կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Հազարավոր մարդիկ հավաքվել են Սպիտակ տան մոտ բողոքելու Թրամփի վարած քաղաքականության դեմ։ Միևնույն ժամանակ ցույցեր են դինում նաեւ այլ քաղաքներում։
Ցուցարարները քննադատել են Թրամփի կողմից նախագահական լիազորությունների չարաշահումը, ներգաղթի կոշտ քաղաքականությունը եւ դաշնային աշխատակիցների զանգվածային կրճատումները։ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում բողոքի ակցիաների կենտրոնում էր սխալման պարտակսված քաղաքացու գործը։ Ցուցարարները պահանջում էին նրա վերադարձը եւ դատական կարգի հարգումը, շեշտելով, որ օրենքը պետք է գործի բոլորի համար, անկախ անձից կամ մեղադրանքներից։ 2024 թվականի սկզբին ԱՄՆ-ում գրանցվել է մոտ 800 կարմրուկի դեպք։ Հիմնականում այն մարդիկ են, ովքեր պատվաստված չեն, բայց լինում են դեպքեր, երբ մարդը պատվաստվում է, բայց վարակվում է կարմրուկով։ Եվ այսպես, մասնագետները նշում են, որ երկու դեղաչափով պատվաստումը մոտ 97% արդյունավետություն ունի, սակայն որոշ մասնագետներ ասում են, որ մարդկանց իմունային համակարգը կարող է լիարժեք չարձագանքել դրան։ Կարմրուկի դեմ պատվաստումը սովորաբար ապահովում է երկարաժամկետ պաշտպանություն, բայց որոշ մարդկանց մոտ ժամանակի ընթացքում կարող է թուլանալ։ Բժիշկները շեշտում են, որ նույնիսկ եթե պատվաստված մարդը վարակվում է, հիվանդությունը սովորաբար ընթանում է թեթև ձևով։ Եթե մեզ դիտողների մեջ կան մարդիկ, ովքեր ծնվել են 1957-ից մինչև 1989 թվականներին կամ պատկանում են բարձր ռիսկի խմբերին, կարող են խորհրդակցել բժշկի հետ, պարզելու համար արդյոք անհրաժեշտ է պատվաստման լրացուցիչ տեղաչափ, թե ոչ։ Արդեն 1 տարուց ավել է, ինչ Նյու Յորքի Մանհեթենի բիզնես շրջան մուտք գործող մեքենաները խցանման ժամերին վճարում են $9 տուրք։ Ծրագիրը գործում է ամեն օր, առավոտյան ժամը 5-ից մինչև երեկոյան 9։ Դաշնային տրանսպորտի վարչությունը պահանջում է դադարեցնել ծրագիրը, սակայն նահանգապետը եւ մետրոպոլիտենի տրանսպորտային վարչությունը հայտարարել է, որ այն շարունակվելու է։ Նրանք շեշտում են, որ նախաձեռնության նպատակն է նվազեցնել խցանումները եւ ապահովել մետրոյի ֆինանսական կայունությունը։ Դաշնային դատարանը այս փուլում աջակցում է Նյու Յորքի դիրքորոշմանը, հայտարարելով, որ ծրագիրը օրինական է։ Վերջնական որոշումը սպասվում է աշնանը։ Նյու Յորքից դիտող մեր հետևորդներին ցանկանում ենք տեղեկացնել, որ տեսախցիկները շարունակելու են աշխատել, իսկ տուրքերը մնալու են ուժի մեջ։ ԱՄՆ հարավից մինչև հյուսիսարևելյան նահանգներ տեղի ունեցող փոթորիկը խլել է շուրջ 3 մարդու կյանք, ազգային եղանակային ծառայության տվյալներով վտանգը դեռ չի անցել։ Որոշ նահանգներում սպասվում են քամիներ, հորդառատ անձրևներ, կարկուտ եւ տորնադոներ։ Տեղումների հետևանքով որոշ շրջաններում հայտարարվել է ջրհեղեղի վտանգ, 50,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Միևնույն ժամանակ ԱՄՆ հյուսիսարևելքում եւ հարավում շոգ ու քամոտ եղանակի պատճառով մոտ 6 միլիոն մարդ գտնվում է հրդեհների տարածման վտանգի տակ։ Կրակոցներ են հնչել Հարվարդի համալսարանի մոտակայքում գտնվող մետրոյի կայարանում, զինված անձը կրակել է 4-5 անգամ, թիրախավորելով 1 կոնկրետ անձի, այնուհետև փախուստի է դիմել։ Նախնական տվյալներով վիրավորներ չկան, սակայն դեպքը մեծ արձագանք է ստացել։ Համալսարանը հորդորել է ուսանողներին եւ աշխատակազմին մնալ շենքերում, մինչեւ վտանգը անցնի։ Մետրոյի կայարանը փակվել է եւ ուսանողներին տեղափոխել են ավտոբուսներով։ Միջադեպը տեղի ունեցել համալսարանի կենտրոնական մասի մոտ մարդաշատ ժամին։ Չնայած տարածքի նախազգուշացնող նշանները հայտնվել են, բայց ոստիկանությունը շարունակում է կասկածյալի որոնումը։ Եթե այդ հատվածում եք, ապա զգույշ եղեք եւ կասկածելի ցանկացած շարժի մասին տեղեկացրեք ոստիկանությանը։ Չինական ավիաընկերությունները սկսել են հետ ուղարկել Boeing ինքնաթիռները դեպի Ամերիկա ու այս քայլը ի պատասխան Թրամփի վարչակազմի չինական ապրանքների վրա սահմանած 145% մաքսատուրքերի։ Boeing-ը, որը համարվում է ԱՄՆ-ի խոշոր արտահանողներից մեկը եւ փորձում էր ամրապնդել դիրքերը Չինաստանի շուկայում, այս զարգացումներից կարող է զգալի ֆինանսական կորուստներ կրել։ Չինաստանի առաջատար 3 ավիաընկերությունները նախատեսում էին մինչև 2027 թվականը ստանալ 170 նոր Boeing ինքնաթիռ, սակայն այս առևտրային լարվածությունը կարող է խափանել այդ մատակարարումները։ Եվ այսպես արհեստական բանականությամբ ստեղծված նկարները դարձել են լուրջ մարտահրավերներ արվեստագետների համար։ Շատերն ասում են, որ իրենց պատվերների քանակը նվազել է, քանի որ օգտատերերը նախընտրում են արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերները, որոնք նմանակում են իրական արվեստագետների ձեռագրերին։ Սա ազդում է հատկապես նրանց վրա, ովքեր իրենց եկամտի մեծ մասը ստանում են պատվերով աշխատանքներից։ Արվեստագետները դժգոհում են, որ արհեստական բանականությունը սովորում է իրենց նկարներից առանց իրենց թույլտվության։ Տեխնոլոգիական ընկերություններն էլ ասում են, որ արհեստական բանականությունը նախատեսված է մարդու ստեղծագործական հնարավորություններին աջակցելու համար, ոչ թե փոխարինելու։ Որոշ մոդելներում արդեն ներդրված են սահմանափակումներ, որոնք կանխում են նկարիչների ոճերի ակնհայտ կրկնօրինակումը։
ԱՄՆ-ում երեխաների խնամքը դարձել է ոչ միայն ծնողների, այլ նաև ամբողջ Ամերիկայի տնտեսության մարտահրավերներից մեկը, եւ այսպես շատ ընտանիքներ վճարում են ամսական 1000-ից 2000 դոլար մեկ երեխայի համար, ինչը միջին աշխատողի եկամտի զգալի մասն է։ Այս խնդիրը հատկապես սուր է քաղաքային եւ ծայրամասային համայնքներում։ Երեխաների համար խնամքի կենտրոններ գտնելը շարունակում է մնալ լուրջ խնդիր։ Շատ վայրերում պարզապես բավարար կենտրոններ չկան, իսկ եղածներում էլ հաճախ տեղ չկա, կամ էլ կենտրոնների գները այնքան բարձր են, որ շատ ծնողներ պարզապես չեն կարողանում իրենց թույլ տալ օգտվել այդ ծառայություններից։ Այս իրավիճակից տուժում են երիտասարդ ծնողները։ Նրանք հաճախ ստիպված են լինում հրաժարվել լրիվ դրույքով աշխատանքից եւ դրա հետևանքով տուժում է ընտանեկան եկամուտը, երկրի աշխատաշուկան ու տնտեսությունը։ Ըստ պետական զեկույցի, միջին եկամուտներով ապրող ընտանիքները ստիպված են եղել իրենց ընտանեկան բյուջեի 13%-ը հատկացնել այս ամենին, ինչը նշեմ, որ 2 անգամ գերազանցում է այն չափը, որը միջազգային չափանիշներով համարվում է մատչելի։ Շատ ծնողներ, հատկապես միայնակ մայրերը կամ միջին եկամուտ ունեցողները կանգնում են դժվարին ընտրության առջև, կամ պետք է թողնեն աշխատանքը կամ երեխային վստահեն էժան, բայց հաճախ անորակ խնամքի կենտրոններին։ Խնամքի կենտրոններում աշխատողները նույնպես ծանր վիճակում են։ Նրանք հաճախ աշխատում են լրիվ դրույքով, սակայն ստանում են նվազագույն աշխատավարձ, որը հազիվ է բավարարում հիմնական ծախսերը հոգալու համար։ Խնամքի կենտրոնի աշխատակիցների մեծ մասը կանայք են, շատերը նաև էթնիկ փոքրամասնություններից են եւ նրանցից շատերը ապահովված չեն առողջապահական ծառայություններով կամ վճարովի արձակուրդներով։ Այս պայմանները ոչ միայն դժվարեցնում են ոլորտում երկարաժամկետ աշխատանքը, այլև նվազեցնում են խնամքի որակը։ Երեխաների խնամքի ոլորտը չի գործում այնպես, ինչպես շատ այլ ապրանքների եւ ծառայությունների շուկաները։ Չնայած ծառայությունները թանկ են, բայց այդ գները չեն բավականացնում կենտրոնների հիմնական ծախսերը հոգալու համար։ Ստացված գումարներով պետք է վճարեն աշխատավարձերը, տարածքի վարձավճարը, լուծեն սննդի հարցը եւ ապահովեն անվտանգությունը։ Բացի այդ, որակը պահպանելու համար հնարավոր չէ միաժամանակ շատ երեխաներ ընդունել, քանի որ յուրաքանչյուր խմբում մեկ աշխատողի համար պետք է լինի սահմանափակ թվով երեխա։ Այս խնդիրը հատկապես սրվել է համավարակի ժամանակ, երբ շատ խնամքի կենտրոններ ստիպված են եղել փակվել, իսկ նորերը այդպես էլ չեն բացվում, բայց այս ամենի արդյունքում շատ ծնողներ չեն կարողանում վերադառնալ իրենց աշխատանքին, նույնիսկ եթե շատ են ցանկանում, իսկ դա արդեն ազդում է ընդհանուր աշխատաշուկայի վրա։ Ֆինանսների նախարարությունը առաջարկում է համակարգային լուծումներ գտնել, սկզբում կենտրոններին տրամադրել պետական աջակցություն, ապա խնամքի կենտրոնների աշխատակիցների գումարը բարձրացնել, այս ամենի հետ մեկտեղ ավելի խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի պատասխանատուները ապահովեն ծառայությունների բարձր որակը։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար, մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր հիմնական թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք վաղը։